Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Ճապոնիայի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ քննարկումներին։ Տոկիոյի ռազմականացումը կվատթարացնի հյուսիսարևելյան Ասիայի իրավիճակը։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Մենք տեղյակ ենք, որ այժմ Ճապոնիայում քննարկումներ են ծավալվում այս թեմայով կապված սահմանադրության այն դրույթների փոփոխության հետ, որոնք վերաբերում են նրա ոչ միջուկային սկզբունքներին, ասել է նա։ Մեր դիրքորոշումը միանշանակ բացասական է։ Մենք կարծում ենք, որ Ճապոնիայի ռազմականացումը միայն կսրի հյուսիսարևելյան Ասիայում տիրող իրավիճակը եւ իհարկե երկրների կողմից, որոնց սպառնում է այդ ռազմականացումը։ Ճապոնիան հավատարիմ է 3 ոչ միջուկային սկզբունքներին չունենալ, չարտադրել եւ թույլ չտալ միջուկային զենքի ներկրումը։ Օրենսդրորեն այս սկզբունքներն ամրագրված չեն, սակայն դրանց հավատարմությունը հաստատել են Ճապոնիայի կառավարության բոլոր ղեկավարները, իսկ բուն թեմայի քննարկումը երկար ժամանակ տաբու է համարվել։ Այս կապակցությամբ որոշ քաղաքական գործիչներ խոսում են 4-րդ սկզբունքի չքննարկելու արկայության մասին եւ կոչ են անում հրաժարվել գոնե դրանից։ Սանաե Տակաիտիի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո պաշտոնական լրատվամիջոցները նշում են, որ ազգային անվտանգության ռազմավարության արդեն իսկ հայտարարված վերանայման ընթացքում քննարկվելու է նաև 3 ոչ միջուկային սկզբունքների մոտեցումը։ Մասնավորապես պնդվում է, որ Տակաիչին պատրաստ է հանդես գալ երկրում ամերիկյան միջուկային զենքի ներկրման արգելքից հրաժարվելու օգտին։ Միևնույն ժամանակ այս հրապարակումների ֆոնին վարչապետն ինքն է հայտարարել, որ ազգային անվտանգության ռազմավարության նոր խմբագրության քննարկումների ժամանակ ոչ միջուկային սկզբունքները վերանայելու հանձնարարական չի տրվել։ Դեկտեմբերի 18-ին վարչապետի աշխատակազմի ազգային անվտանգության հարցերով պատասխանատու Անանուն Պաշտոնյան հայտարարել է, որ կարծում է, որ երկրի համար անհրաժեշտ է միջուկային զենքի առկայությունը։ Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետ դեռ չկա։ Այդ մասին վկայում է ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրությունը ի պատասխան Սպուտնիկ Արմենիայի պաշտոնական հարցման։ Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հղում անելով աղբյուրներին հայտնել էր, որ Թուրքիան դիտարկում է առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը։ Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է 2026 թվականին Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում խորհրդանշական քայլերի գնալ։ Սպուտնիկ Արմենիան հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ, խնդրելով գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, նախանշել սահմանի առաջին անցակետի բացման հնարավոր ժամկետները, ինչպես նաև ակնկալվող տնտեսական էֆեկտը։ Բացի այդ, մենք հետաքրքրվել էինք, արդյոք նախապատրաստվում են Թուրքիայի նախագահի հայաստանյան հնարավոր այցին։ Ի պատասխան ԱԳՆ-ն հայտարարել է, որ նշված հարցադրումների կապակցությամբ եղել են մի շարք հրապարակային անդրադարձներ, մատնանշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 9-ի ելույթը, ԵԱՀԿ նախարարական հանդիպման եւ Օրբելի խաղաղության եւ բազմակողմ համագործակցության կառուցում միջազգային համաժողովի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթները։ Թուրքիայի նախագահի հնարավոր այցի եւ 2026 թվականի մայիսին Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին մասնակցելու հարցը գերատեսչությունն առաջարկել է դիտարկել վարչապետի նոյեմբերի 4-ի ելույթի, ինչպես նաև ազգային ժողովում հոկտեմբերի 27-ին ԱԳ նախարարի տված պատասխանների համատեքստում։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան։ Նստավայրը Կահիր է։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, ինչպես նաև Դիվանագիտական ծառայության մասին օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 14-րդ հոդվածի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին համատեղության կարգով նշանակել Գանայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, ասված է հրամանագրում։